Դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը Էվելինա Ստեփանյանը բավականին ակտիվ են ինստագրամյան հարթակում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք օրեր առաջ, զույգը տոնում էր իրենց դառն ընթառաջը։ Նրանք մի քանի կադրերով էին կիսվել ինստագրամյան հարթակում, որոնք մենք ևս ներկայացրել էինք ձեր ուշադրությանը։ Հատկանշականն այն էր, որ Էվելինան իր հրապարակման մեջ խոստանում էր սկեսուր մայրիկի հետ նկարահանել հայտնի թրենդային հոլովակը՝ նորմալ է, թե նորմալ չէ։ Հենց իր հրապարակած հոլովակում նա մի քանի հարցեր էր տալիս սկեսուր մայրիկին, ապա նաև խոստանում ավելի ընդլայնված տեսանյութով հանդես գալ։ Ուրեմն մեր մոտ շատ թեժ է։ Չգիտենք կհասցնենք թե չէ։ Успеем, тетя Лен? Как вы думаете? Ну, постараемся. Постараемся. Ես սալատ եմ սարքում, տетя Ленան էկլերներն է սարքում։ Հա, ու մտքովս անցել է, որ մենք միասին կարանք խաղանք շատ խնդալու կլինի։ Հայ-ռուսական նորմալա նորմալ չի։ Давайте поиграем вместе, да? Не в прямом эфире. Это я сейчас стори делаю, анонсирую как будто, потом будем играть и снимать. Согласны? Хорошо. Знаете эту игру? Слышала. Нормально, например, что мы вместе сейчас в кухне работаем? Ну, 50 на 50. Кес-у-кес? Кес-у-кес. Ладно, խոստանենք, որ կնկարենք։ Հասկանանք, թե որքան են իհարել մեր ամուսինը, ձեր տղան։ Ваша сыночка, сыночка. Моя сыночка похудела. Да. Ого. 84 без одежды. 6 килограмм почти. 94, мам. Лев, ты 100 будет, да? 101. 101, օժոլով։ С половиной. Շնորհավորում եմ մեզ եւ ձեզ հարգելի հետևորդներ։ Իմ հրաշք, իմ սրտիկ, իմ Վալենտինկա։ Ուտիմ ես քեզ։ Ուտիմ։ Սիրով, ամենակարևորը։ Սիրով, երեխեք ջան, սիրով, սիրել ես արկել մամաս։ Հա, իդեալական։ Իրապես Ինքն արել։ Оказывается, նա ոչ թե ոչ միայն լավ դասախոս, այլև ձեռքից շնորհքով կին է նա։ Էվելինա Ստեփանյանն ինստագրամյան հարթակում անդրադարձել է իրեն պարբերաբար ուղղվող քննադատություններին ու մեկնաբանություններին։ Էվելինան իր այս հրապարակման մեջ ասում է, որ ինչ ուզում է լինի, եթե մարդիկ չեն կարողանում ձեզ տեղավորել իրենց քառակուսու մեջ, ապա միևնույն է քննադատելու են, չարախոսելու են եւ այդպես շարունակ։ Բամբասկոտ մարդկանցից զսվում եմ, կան չէ մարդիկ, ովքեր միշտ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ են, իրենց էլ չեմ սիրում, ու կան չէ, որ չեն հասկացել, որ խնդիրը ոչ թե մնացածի, այլ հենց իրենց մեջ է, իրենց նույնպես չեմ սիրում։ Կան այնպիսիք, ովքեր մի հոգու բամբասանքի զոհը դառնալով առանց բարձաբանումների հարաբերություններ են փչացնում, հենց այն մեկի հետ, ով իբր իրենց մասին վատն էր խոսել, այն առաջինի պատմածով, ֆու, ես ամենաշատը երևի հենց այդ կախականջ հավատացողներին չեմ սիրում, իրենք այնքան վախկոտ են, որ նույնիսկ դեմ առ դեմ խոսակցությունից են թե վերառեց փախնում, բայց երևի ամենաշատ իրենց զոհի տեղ դրած վանքի հավեր ուտողներից եմ խոսում։ Իրենք ոնց խեղճ ու վախկոտ կան, այդպես էլ կմնան, այս կյանքն եմ սիրում, սիրով լի մարդկանց եմ սիրում, առողջ մտքով ու համարձակներին եմ սիրում, կուլ չգնացողներին, մինչև վերջ արդարության համար կռիվ տվողներին եմ սիրում, իրենց բացասական համոզմունքների վրա մի քիչ, գոնե շատ քիչ կասկածողներին եմ սիրում, նշել է Էվելինան։ Էվելինան նաև նշում է, որ այս հրապարակումն անում է, քանի որ ամուսինը գնացել է նկարահանման եւ ինքը տանը մենակ է։ Բարի երեկո, ցավոք միայն օրվա վերջում է հաջողվում մնալ մի քիչ ազատ ու ձեզ հետ շփվել։ Բայց ինչև է, քանի որ Լևը գնաց կրկին նկարահանման, ես էլ տանը մենակ եմ։ Քարիկներով մեյքափս վկա։ Ես եմ հեղինակը ու շատ սիրում եմ։ Դուրս շատ եկել։ Դուք էլ գնահատեք, բայց լավ չշեղվենք այս աղջկական թեմաների վրա։ Եկել եմ ավելի կարևոր բան ասելու։ Լավ, սիրելիներ ջան, մարդիկ ջան։ Եկել եմ ասելու, ինչ ուզում անենք, լինենք լավը, վատը, տգեղ, գեղեցիկ, թեև ես այդ չափորոշիչները երբեք չեմ հասկացել, խելացի, անխելք։ Եթե մարդիկ որոշել են, որ մենք իրենց քառակուսիների մեջ չենք տեղավորվում,
Միևնույն է, չենք տեղավորվում այդ կարակուսիների մեջ, չենք տեղավորվելու, եւ դա ամենևին մեր խնդիրը չի։ Հիմա խնդրանք հորդոր կամ անձնական փորձից մի կտոր ընդհանրապես մի մտածեք, թե ինչ կմտածեն ձեր մասին։ Ուղղակի ապրեք, վայելեք այս կյանքը, ապրեք այնպես, ինչպես դուք եք համարում ճշմարտացի։ Թե ինչ կասեն, ինչ ուզում ա թող ասեն։ Իմաստնություն իմաստնությանց։ Ասեք։ Գյումրու 7 վերք եկեղեցու մատուցվել է պատարագ, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահան Խաչատուրյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ներկա են գտնվել նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ։ Պատարագը մատուցել է Քահանա Օրդոյանը։ Նշենք նաեւ, որ ներկաների շարքում է նաեւ եղել Վերջին զանգը հեռուստասերիալից հայտնի դարձած եւ այսօր մեծ ճանաչում ունեցող դերասան Լևոն Մկրտչյանը։ Գաղտնիք չէ, որ Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը ազգային ժողովի падգամավոր է։ Վերջինս հենց քրոջ, նրա ամուսնու եւ իր կնոջ հետ ներկա է գտնվել այս պատարագին։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ Էվելինան հրապարակում էր արել, այդպիսով նշելով, որ այսօր մասնակցել են իրենք պատարագին։ Մարդ կա կիրակի մաքրվում է, մարդ էլ կա ավելի աղտոտվում։ Շատ եմ սիրում, որ 24 ու 7 բամբասող, չարախոսող ու սրան նրա մահը երազող մարդիկ իրանց սուրբ են զգում ու այդ ընթացքում մի րոպե չեն դադարում թաղել։ Այդ նույն ակտիվությամբ ձեր միջի դևերին թաղեք։ Նշենք նաեւ, որ այս հրապարակման մեջ Էվելինան կարծես թե նաեւ քաղաքական երանգներ է մտցրել, քանի որ վերջին շրջանում քաղաքականության մեջ մարդիկ իսկապես միմյանց մահն են ցանկանում։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ տեղեկացրել ենք Էվելինան Ինստագրամյան էջում Լևոնի մասնակցությամբ հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Զույգը ցույց է տվել իրենց նոր բնակարանը, որը ձեռք են բերել երկուսով միասին։ 2025-ը մոտենում է ավարտին, տարվա ամփոփում դեռ կհասցնենք անել, բայց հիմա ձեզ հետ կիսվում եմ մեր կյանքի պատմության ամենակարևոր էջերից մեկով եւ ուզում եմ, որ դուք էլ առանց վարանելու հավատաք ձեր նպատակներին ու գնաք դրանց հետևից։ Դեռ ժամանակ ունեք այս տարի եզրափակելու կարևոր ձեռքբերմամբ, այն է բնակարան ձեռք բերելը։ Դերասանի կինը այս հրապարակումով ցույց է տվել նաև իրենց էմոցիաները, երբ ձեռք են բերել նոր բնակարան եւ առաջին անգամ մուտք են գործում այնտեղ, թե իսկ երկրպագուները ողջևորվել են ընտանիքի այս տեսակ ձեռքբերմամբ եւ շնորհավորել մաղթելով նորանոր ձեռքբերումներ 2026 թվականին։ Նշենք, որ ավելի վաղ կիսվել էինք Էվելինայի հրապարակումով։ Ես եմ, արի ասեմ, ասա լսեմ։ Արի ասեմ, իբր թե ջուլին սպիտակ մազեր ունի, չի ներկում, իրականա։ Լռում ես, լսում ես, խոսում ես, թաղվում ես, բայց արի ուտես, որ սիրուն ես ու քեզ սիրում են։ Փայլում են այլերը, կարմիր այտերը, սիրուն սրտերը, սուտի ծտերը։ Յանը մթոմ, արևներս փակել են, ատամներս հաշվել են, օդում փոշին, սրտում լուսին, հերիք եղավ բոլեղավ, գազազած, գող ինձ թող, հերիքա գողանաս մտքերիս տիրանաս, մեկա բնորինակը բարոյական տարածականա, պիկը էպիկա։ Ինչի ենք սեղանի սկիզբը միշտ նկարում, ոչ թե վերջը, շարվող մտքերը, դրած հայացքները, ձևը։ Էվելինայի նմանատիպ խորհրդավոր հրապարակումը բազմաթիվ հավանությունների է արժանացել ինստագրամյան հարթակում։